Ողջույն բարեկամներ, ճիշտ ասած մինչև այս հաղորդումը սկսելը ես երկար մտածում էի, որպեսզի ինքս իմ համար գոնե ձևակերպեմ, ինչի մասին եմ ես խոսելու և ինչի համար է այս ամեն ինչը շարունակվելու ավել։ Հիշեցի հին ու բարի խոսքը, ասում է, ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Հիմա մեր մոտ ճշմարտությունը հիվանդացել է ու շատ ծանր է հիվանդացել և երևի պետք է ամեն ինչ անենք, որ նա գոնե չմահանա։ Ու սա կլինի այն տրամաբանությունը, որի շրջանակներում ես որոշեցի շարունակել այն, ինչ որ արել եմ 6 տարի։ Չնայած նրան, որ ճշմարտությունը իրոք ծանր հիվանդ է, բայց երևի պետք է անել ամեն ինչ, որ գոնե նա չմահանա, որովհետև հիշում եք, չէ, Կոմիտասն էլ էր հիվանդացել։ Եվ չգիտես ինչի նրան որոշեցին բուժելու փոխարեն տեղավորել թուրքական հոսպիտալ։ Ինչ եմ ասում բուժելու փոխարեն, որովհետև ինքը հոգևորական էր։ Եվ ցանկացած ստրես, նույնիսկ ամենախորքային, կարելի է բուժել աղոթքով։ Ու վստահաբար Կոմիտասը և իր ընկերները, որոնք նույնպես նրանց մեջ կային հոգևորականներ, գիտեին, լսել էին, ասենք, նարեկացու մասին, նարեկացու բուժիչ ազդեցության մասին։ Ես պետք է ասեմ, որ նարեկացին, այսինքն ողբերգությունը, ես առնվազն 3 անգամ օգտագործել եմ իմ կյանքում։ Այո, հենց բուժելու նպատակով։ Այո, իմ երեխաներին բուժելու նպատակով, երբ արդեն թվում էր, թե շատ ծանր ամեն ինչ։ Վստահաբար այդ մասին գիտեր նաև և Կոմիտասը, և Կոմիտասի ընկերները, բայց դե նարեկացուն դիմելու փոխարեն որոշեցին, որ թուրքական հոսպիտալ տան։ Չգիտեմ ով էր խորհուրդը տվել նրանց։ Չգիտեմ դա հայկական հայրին հատուկ փնթիություն էր, թե դավադրություն, որովհետև նայելով մեր քաղաքական գործիչների հասարակության վարքին դու չես հասկանում սա ինչ է, սա կատարյալ փնթի ու տգիտության արդյունքն է, թե սա դիտավորություն է, ու այդ այնքան մոտ են իրար, որ չես կարողանում հասկանալ, արդեն դու հրաժարվում ես դատավորի դերը վերցնես, էլի, ասես, այ սա փնթիություն է, սա դիտավորություն, որտեղ այնքան մոտ են իրար գնում ես ամեն ինչը։ Նույն ձևի չեմ կարող հասկանալ այդ հիվանդ Կոմիտասին նարեկացիով բուժելու փոխարեն աղոթք կարդալով։ Ուղղակի նարեկացին, ախր բոլորը գիտեն նարեկացու ուժի մասին, բայց տարան թուրքական հոսպիտալ, տեսան այդքան լավ չի բուժվում, թուրքական հոսպիտալ, որտեղ իրեն էին, որի պատճառն էին, հա, թուրքերը այս ամբողջ հիվանդության, տարան ես գցեցին թուրքերի մեջ։ Հետո մտածեցին, չէ, երևի ավելապատ տանել ոչ թե Գերմանիա, այլ Փարիզ։ Իսկ ցանկացած հոգեբան ձեզ կասի, որ մարդու ստրեսից դուրս գալու ամենաարդյունավետ միջոցներից մեկը հենց խոսելն է, աշխատել, խոսել, հա, որ այդ ներսի կուտակված էներգիան դուրս գա։ Հակառակ դեպքում ինքը մնում է օրգանիզմի մեջ եւ սկսում է քանդել ամբողջ օրգանիզմը քաղցկեղի նման։ Տես, մի սխալ, հետո ավելի մեծ սխալ, դե հասկացի, այդ Փարիզում այդ Կոմիտասի ընկերները, որ իրանք ուզում էին հիվանդությունը բուժել, սա դիտավորություն էր, թե էլի փնթիություն, 1 փնթիություն, 2 փնթիություն, հիմա մենք այս պատմականորեն այս մի ցիկլի մեջ ենք, որ չես հասկանում, ես մարդիկ գործում են իրենց տգիտությունից ելնելով, թե սա դիտավորություն է։ Հիմա նույն վիճակի մեջ ենք և չգիտեմ, իմ ուժերի շրջանակներում մտածում եմ, որ պետք է գոնե այս անգամ չթողել, որ հիվանդը մահանա։ Հիվանդը մեր պետականությունն է, հասարակությունը։ Փորձենք նրանք բուժել, որովհետև այն ինչ որ հիմա արվում է այդ հասարակության հետ, այդ նույնն է ինչ որ արվեց Կոմիտասի հետ։ Բուժելու փոխարեն հանձնել թուրքերին։ Այսինքն հետևանքը պետք է բուժեր պատճառը։ Սկսենք հաղորդումը այս խոսքերով, որ ասում է ճշմարտության համար պայքարը քեզ կզրկի մասսաների աջակցությունից, բայց կտա ամենակարևորը
մի բան, որ երբեք քեզանից հնարավոր չի խլել, դա ներքին խաղաղությունն է եւ հաշտությունն Աստծո հետ եւ սեփական խղճի հետ։ Այո, դրա համար էլ երբեք մի կասկածեք ձեր վրա, եթե նույնիսկ դուք ամբողի աջակցությունից զրկվում եք, որտեղ հիմա ամբողը մեծ այլուրության բատանում։ Ամենակարևորը, որ մարդ կարողանա հանգիստ ապրել իր խղճի, Աստծո եւ ինքն իր հետ։ Թեկուզ մենակ։ Իսկ ես էլի պետքա մի բան ասեմ հոգեբաններից։ Ամենաուժեղ մարդը, ամենաանպարտելի մարդը այնն է, որ ինքն իր հետ մենակ խաղաղ կարողանում ապրել, առանց որևէ մեկի աջակցության։ Հաշտ ու համեր աշխում են, որ կարիք չունի ոչ մեկի աջակցության, բարոյական աջակցության, ասենց ասած, հա։ Եվ հենց դուք գտնեք այդ, նշանակում է դուք արդեն մի քանի քայլ ուժեղ եք, մի քանի գլուխ ուժեղ եք ձեր վրա, որովհետև մարդիկ, որպեսզի արժանանան այս ամբողի համակրանքին, ինչ ասես կարող անեն, վերջում պարզվի իրենք դարձել են Նիկոլ Փաշինյան։ Լսենք հոգեբանն ինչ ասում այս մասով։ Ուղեղին կաթալու նուրբ արվեստը, սևի ու սպիտակի բաժանումը եւ արժեզրկումը։ Շատերը հարցնում են, թե ինչ տարբերություն երրորդ հանրապետության եւ չորրորդ հանրապետության միջև։ Իսկ տարբերությունը հետեւյալն է. երրորդ հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, չորրորդ հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա։ Իչև հոգեբանը կբացատրի սա, ես կրկին անդրադառնեմ։ Հիվանդը ստախոս է, ինքը ուղղակի ստախոս հիվանդ է, կամ հիվանդ ստախոս է, որ երրորդ հանրապետությունը դեսպանտարապես գոյություն չունի, կոնֆլիկտի վրա չի հնարել։ Երրորդ հանրապետությունը դա արդեն մեր 91 թվականի հռչակագրով ամրագրված հանրապետությունն է։ Ոչ մի կոնֆլիկտ։ Քանդվեց Սովետական միությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես մնացած հանրապետությունը, իրենց հռչակեցին ազատ անկախ պետություն։ Ընդ որում բոլոր քայլեր անցնելով այդ ժամանակվա սահմանադրության կանոններին համաձայն։ Զրո կոնֆլիկտ։ Բայց էական չի այս ամեն ինչը։ Փաշինյան Նիկոլը խոսում է ինքն իր լսողի հետ, որին կարելի է ասել ամեն ինչ, որ մեկը ուտելու է ամեն ինչ։ Ընթացքում կապակցության ինչի եմ այդպես ասում։ Իսկ հիմա լսենք հոգեբանը։ Սևի ու սպիտակի բաժանումը չի ավարտվել 2018-ին։ Այն շարունակվում է ու ունի հետևյալ տեսքը. երրորդ հանրապետությունը սև էր, վատն էր, մութ էր, կոնֆլիկտային էր, պատերազմներով լի էր, իսկ չորրորդում կլինի խաղաղություն, բարօրություն, ամենադրական ու սպիտակ բաները։ Ու անգամ նրանք, ովքեր կարծում են, որ չեն ենթարկվում տվյալ անձի մանիպուլյացիաներին, բաց են թողնում շատ կարևոր հատված՝ արժեզրկումը։ Շատերին թվում է, որ ժողովրդին ինչ-որ բան ներշնչելը դա բարդ գործընթաց է, դա բավականին միստիկ գործընթաց է։ Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Այսպես մարդուն ցանկացած անձի հետ կապված կարելի է ներշնչել եւ դրական ասոցիացիաներ, եւ բացասականները։ Ընդհանրապես պարբերաբար հուզականորեն հագեցած խոսքով պետք է կրկնել ներշնչանքը։ Դե օրինակ, նախկինները թալանեցին ու լափեցին։ Անկամ եթե ոչինչ չեմ հասկանում, ոչնչից գաղափար չունեմ, կարող եմ ու իրավունք ունեմ գլխի պարունակությունը օգտագործել նպատակային փաստերն ու իրողությունները համադրելու ու վերլուծելու համար։ Օբյեկտիվ իրականությունը կայանում է նրանում, որ նախկինների ժամանակ ու 30 տարի շարունակ մենք ապրել ենք ամենաանվտանգ ու ապահով երկրում։ 30 տարի ապրելով ամենաանվտանգ երկրում, ես չեմ իմացել, թե ինչ է նշանակում օդային տագնապի ազդանշան։ Օբյեկտիվ իրականությունը կայանում է նրանում, որ 30 տարի շարունակ մենք ունեցել ենք Արցախի հանրապետություն։ Այժմ չունենք Արցախի հանրապետություն։ Առաջ մենք չենք ունեցել 5000 եւ ավելի զոհեր, 120,000 եւ ավելի փախստականներ։ Ներկայիս իրադրությունը ճիշտ հակառակն է։ Օբյեկտիվ իրականությունը այն է, որ 90-ականներին սով էր, ցուրտ էր եւ մութ էր։
Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին բացվեցին աշխատատեղեր, մարդիկ դուրս եկան այդ համատարած սոված վիճակից ու սկսեցին ապրել ամենաանվտանգ երկրում։ Օբյեկտիվ իրականությունը այն է, որ 15 պետություն ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Եթե վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը արժեզրկում է անգամ սա, երկրներ ճանաչել են հայոց ցեղասպանությունը, չէ՞։ Հիմա եկեք անդրադառնանք եւ գույքագրենք, թե հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում ինչ ասա դրան։ ապա կարևոր է իմանալ, որ եթե շատ երկրներ ճանաչեն հայոց ցեղասպանությունը, ապա Թուրքիան կկանգնի բարոյական, ֆինանսական եւ տարածքային պատասխանատվությունների առջեւ։ Որպես արժեզրկման, սևի ու սպիտակի բաժանման հետևանք մենք ունենք հետեւյալ պատկերը. ժողովրդի մի հատվածը եկել է գիտակցման եւ այլևս չի սատարում վարչապետին եւ նույն ժամանակ չունի ընտրություն եւ կանգնած է փակուղու առաջ, որովհետեւ արժեզրկված է լավագույն նախագահը, արժեզրկված է երրորդ հանրապետության բոլոր ձեռքբերումները։ Հերթը հասավ ուղեղին կաթալու նուրբ արվեստին, երբ նկարում էի տվյալ հոլովակը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը արդեն հասցրել է 7 կաթիլ, 7 անգամ եւ 7 րոպե կաթալ ձեր ուղեղներին։ Երրորդ եւ չորրորդ հանրապետության տարբերությունը գիտեք որն է։ Հիմա կոնֆլիկտի վրա դա Արցախն է։ Արցախն ու պահանջատիրությունն է, որ ամրագրված է հռչակագրի մեջ։ Այո։ Սա թուրքական երազանքն է հանել դա։ Եվ ինքը իրականացնում է եւ իրականացել է բոլոր են պատվերները, հրամանները, որոնք եկել է Անկարայից կամ Բաքվից, էական չի, բայց սա թուրքական ծրագիր է եւ արվում է թուրքերի համար, բայց իր նախիրին դա մատուցում է որպես կոնֆլիկտից ազատվելու եւ խաղաղ ապրելու ձև։ Ինքը մոռանում է ասի, որ աշխարհի վրա ամենախաղաղ տեղը, որ երբեք ոչ մի կոնֆլիկտ չի լինում, դա գերեզմանոցն է, բայց դա նախիրին է հետաքրքիր չի, բացարձակապես, որտեղ մեկը ինքը չի հիշել։ Նույնիսկ եթե ասվի էլ դրա մասին, ինքը դրա մասին դա չի հասկանալու, դա ինչ է։ Այսօր մտնենք Եվ Թուրքիան միանա չթողեցի, որ Զանգեզուրն ընկնի, եւ Թուրքիան միանա մուսուլմանական Ադրբեջանին։ Ինձ ոչ թողեցիք, բանդի 4 պատերում, արդ որն ամեն ինչ կորցրել է, ու խելագարվում է այն մտքից, որ ունի բաստապած կտոր եղած հայրենի։ Սա նժդերն էր չեկիստին ասում ինք ինչ արել ու ինչ է ստացել արդյունքում եւ այս դերասանը այսօր մահացել է, որի պատահական մահվանը բոլորը ես չեմ հավատում, շատ կասկածելի տարօրինակությամբ, շատ կասկածելի պատահականությամբ սրտից են, սրտի խնդրից մահանում են բոլոր նրանք, ովքեր սկսում են լսելի դառնալ, սկսում են ընկալելի դառնալ եւ հակասում են Նիկոլ Փաշինյանի 4-րդ հանրապետության տրամաբանությանը։ Այս ամեն ինչը սկսեց հենց 20 թվականի սեպտեմբերի 27-ից պատերազմի առաջի թե երկրորդ օրն է եւ իմացանք, որ կոവിഡ്ից շատ պատահական ոչինչ այդ մասին չէր գուժու, մահացավ Արտակ Մովսիսյան, հետո Սամվել Կարապետյան, հետո Կարեն Վարդանյան, Գագիկ Գինոսյան, Արտաշես Ալեքսանյան, բոլորը սրտի հետ խնդիրին ջուրն էին։ Ինչպես կասես դասականը չեմ հավատում եւ իմ ընկերներին խորհուրդ կտամ, որոնք իրոք զբաղված են ազգային գործունեությամբ, որոնց իրոք լսում են եւ որոնց խոսքը ազդեցիկ է։ Ինչպես վերջերս ազդեցիկ էր դարձել հենց Արտաշես Ալեքսանյանի խոսքը։ Ընկերներ ջան, զգուշ եղեք։ Սրանք ոչ մի սահման չունեն, սրանք ընդհանրապես կարեկցանքի զգացողություն չունեն եւ իրենց արյունոտ նպատակների հասնելու համար քանի հոգի պետքա այդքան կսպանել իրենց ճանապարհին, ինչը որ արել են, ինչը որ անում են։ Իմիջիալոց ինչին որ ծափատալիս դեպի կառակնարան գնացող
նախիրը, ընդ որում ես հիմա սպասում եմ իրենց ներողություններին։ Լսենք սա։ Добрый день, уважаемый Никола Ваваевич, уважаемые коллеги, друзья. Посещение России – ваш первый зарубежный визит после состоявшихся 7 июня парламентских выборов в Армении. Рассчитываем, что новое правительство, которое будет сформировано по итогам голосования, выборов, обеспечит развитие наших отношений, поступательное развитие российско-армянских отношений. Ես իմաստունի ամբողջը նայելը։ Ես հիշում եք, որ ասում էի գուշակեք որն է լինել առաջարկությունը սրա ընտրություններից հետո։ Ռուսաստան։ Մեկ ամիս ինքը սպասեց միջև գան համաձայնության։ Ինքը խոսք տվեց, որ Եվրոմիության գնալու հետ կապված ոչ մի հավաքվե չի լինելու։ Ստացավ հրավեր Միշուստինի մակարդակին եւ Չայկարտավորն դիմությունը վերցրեց մանդատը։ Եվ այսօր հայտարարեց եւս մեկ անգամ, որ իրանք ԵԱՏՄ-ից գնալու ոչ մի տեղ չունեն։ Հիմա քանի որ անպայման արձագանք կլինի, թե ինչի եմ ես այդ բառը, այդ կենթաների համույթը նկարագրող բառը հաճախակի օգտագործում, ես շանս եմ տալի այդ մարդկանց ապացուցել, որ իրենք այդ համույթի անդամ չեն, որովհետև ամբողջ նախընտրական եւ հետընտրական փուլում ցանկացած քննադատություն ագենտ Կրաչին Նիկոլ Փաշինյանին, որը թարս կարդացում է չարք, ագենտ Չարքին ցանկացած քննադատություն որակում է միանգամից ռուսաճոր, ռուսի ագենտ, ռուսաստրուկ եւ այլն եւ այլն։ Միջդեռ այսօր Փաշինյան Նիկոլը ապացուցեց, որ չկա ավելի ռուսաճոր, քան Նիկոլ Փաշինյանը։ Չկա։ Մի ամիս ինքը ժամանակ ուներ այցելել, ոչ միտեղ չգնաց, որովհետև պետք է գնալ Մոսկվա։ Բայց բախտը չբերեց, այս անգամ իր նշաձողը իջացրած է բավականին։ Ինքը չարժանացավ ոչ Կրեմլին, ոչ Պուտինին, ոչ Միշուստինի հետ եկած իրան բուժ։ Սա էլ իրան շատ է։ Ճորտի տեղը ցույց տվեցին, որ ընդամենը այդ վառարանի կողքն է։ Վառարանի կողքը։ Ընդամենը այդքան բան։ Դե հիմա ես առիթ եմ տալիս եւ սպասում եմ այն բոլոր մարդկանց ներողություններին, ընդ որում մենակ ինձ չէ, բոլոր նրանց նկատմամբ, ովքեր սրան քննադատելու ժամանակ իրանք վիրավորել են ասոցացնելով Ռուսաստանի ստրուկ կամ ճորտ լինելու հետ։ Ինչ է կարծում ձայն կգա, ներողություններ կլինեն իմ համոզմունքով ոչ, որտեղ իրանք նույնիսկ ունակ չեն հասկանալու ինչ է կատարվում, ունակ չեն հասկանալու այս ամեն ինչը, իրանք բացարձակապես մտածելու ունակություն չունեն, որովհետև կես բարոյականություն եւ կես աբառոտ շրջան, սենց որ ստարտեր են տալի մեքենան, սենց բանալին բացում ես, սենց ֆորմա խոդի անում, չես, նույնիսկ այդ կես աբառոտը սանցուղիղը չի անում, սոսում է խոդին գնի մի բան հասկանան, էլի, բացարձակապես։ Կրաչը ինչ արեց, դա չարքը ավելի ճիշտ, ինչ արեց, դա իրենց համար ճշմարտությունն է, որովհետև կամ դրա համար են վարձատրվում, կամ էլ իրենց տենցա պետք, կամ էլ իրենց տենցա պետք, իդեմս Կրաչի տեսել են ի վերջո իրենց հարազատ եղբորը, ասել է թե մի Կրաչել իրենք են։ Ամեն դեպքում ես հիմա ուզում եմ տեսնեմ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմքը, որ ընդամենը անցած շաբաթ անցած շաբաթը չի Հայաստանում, Բաքվից եկել էր եւ ասում էր դու մենակ արի Եվրոպա 70% ապրանքների վրա հանում ենք բոլոր տեսակի մաքսատուրքերը, քեզ 50 միլիոն փող կտանք, դու մենակ արի Եվրոպա։ Ինչ եղավ արդյունքում։ Եվրոպա գնալու շանտաժով ստացավ ԱԺ, սկզբի շանտաժ արեց գնում ենք Եվրոպա, հետո հայտարարեց չէ չենք գնում, ասեցին դե լավ, եթե սա է պայմանը գնացեք մտեք ԱԺ։ Մի բան որ ինքը ամբողջ կյանքում արել է, ինձ ստացել է շանտաժով։ Ուղղակի ես չգիտեմ որքան երկար է սա հնարավոր անել։ Եվ
ժողովրդի ձայների մի մասն էլ ստացավ պատերազմի շանտաժի դիմաց։ Մի խոսքով, ամբողջը շանտաժ։ Ես հասկանում եմ, որ այս գործողությունները ընդունելի է ինչ որ մակարդակի, ինչ որ մասսաների համար, հա։ Ես դամդ հանգիստ իրանց հետ խոսում եմ այն տերմինոլոգիայով, որոնց իրենք արժանի են, ու ուզում եմ կոմիտասին ցիտել էլի այս առումով։ Մեր հայ գավառն է խավար, տգիտությունն է ավար, ուսում արեք, ու լույս վառեք, ու հույս վառեք, հայ տգետը վտարեք։ Թվում է, թե 100+ տարի անցել է, եւ այս պատգամը պետքա որ իրականացված լիներ։ Ցավոք ոչ։ Այո, մեր հայ գավառն է խավար եւ տգիտությունն է ավար։ Եվ այդ շերտն էլ մեզ բերեց կանգնեցրեց այս հիվանդության առաջ, որը մենք փորձում ենք չթողել, որ հիվանդը մահանա։ Մենք հասկանում ենք, որ ծանր է հիվանդը, բայց փորձենք մեր ուժերի մեջ փրկել այդ հիվանդին, առնվազն գոնե թույլ չտալ, որ մահանա այնքան ժամանակ, ինչև այդ թունելի վերջի լույսը կերևա։ Մենք հիմա գիտեք ինչ վիճակում ենք։ Անդադ ուզում հասկանամ, էլի։ Այն Ռոբինզոն Կրուզոն, որ փրկվում անգնում է մի կղզու վրա, որտեղ ոչ մի ապրելու հարմարություն չկար, ոչ մի հույս, որ երբևէ ինչ որ նավ կգա քույրերից։ Բայց ապրեց, ստեղծեց իր միջավայրը, դիմացավ այնքան, մինչև նավ պատահական հայտնվեց կղզու տարածքում։ Կարող էր ինքը հուսահատությունից հենց երկրորդ օրը կախվել, մի շաբաթ հետո։ Մի բան վնաս տալ իրան։ Բայց ապրելու կամքը բացեց փրկության ճանապարհը։ Հիմա ուզում եմ, որ մենք համախմբվենք ապրելու կամքի շուրջ։ Հուսալով, որ մի օր այդ նավը կմոտենա մեր ափերին։ Ավելի ճիշտ ոչ թե հուսալով, ամեն ինչ անելով, որ այդ նավը մի օր հայտնվի մեր ափերին։ Բայց դրա համար սկզբից ապրել է պետք։ Չթողել, որ հիվանդը մահանա։ Այդ ուզում եմ լսենք սա էլի։ Մեկ ասում էր, ահա, մանդատ համացանցում տեսա մի կարծիք, մեր հայրենակիցներից մեկ ասում էր, ահա, մանդատի համար էր այս ամենը։ Սիրելի հայրենակիցներ, մանդատը մեզ ինչ է տալիս։ Ինձ ինչ է տալի։ Չգիտեմ, նարեկ քեզ ինչ է տալի, բնականաբար քեզ ոչ մի բան։ Ինչ պիտի տա քեզ, բայց դա շատ մեծ բան է տալի Փաշինյան Նիկոլին։ Մենք չենք ասում քեզ մանդատը բան է տալիս։ Չէ։ Բայց դա ամեն ինչ տալիս է Փաշինյան Նիկոլին, որ ինքը արդեն հանգիստ խոսում է 4-րդ հանրապետության մասին։ 4-րդ հանրապետությունը դա ստերջացված ինչ որ մի հատ փոքր կենթանի է լինել, որ ոչ սերունդ պիտի տա, ոչ էլ ունակա պաշտպանվելու, ստերջացված ինչ որ մի բան, ժամանակավոր։ Էսի Նիկոլի համար ձեր համար չէ։ Իմ ընկերներին ինչ է տալիս։ Բացի պայքարից, բացի խնդիրներից, ամենամեծ ճնշումով խնդիրներից ինչ է տալիս մանդատը, հետաքրքիր է։ Ասեք մենք էլ իմանանք էլի։ Վիրավորական է, շատ վիրավորական է այս մոտեցումը։ Այսինքն մենք մի տարի բոլոր process-ների մեջով անցնենք, այս ամբողջ խնդիրների մեջով անցնենք, ձեր մոտ այն վստահությունը չլինի, որ մտածված ենք էսի անում։ Ավելի վատ, որ դուք մտածված եք անում նարեկ, որովհետև փաստացի դուք մտածված մասնակցում եք Հայաստանի պետականության լուծարմանը։ Իսկ ինչ վերաբերվում է, որ մեր մոտ պետք է վստահություն լինի, որ դուք ինչ-որ մի բան մտածված եք անում եւ դրա հաջողությանը մենք սպասենք, կներես նարեկ։ Մենք դրա պատմական փորձը չունենք։ Մեր պրակտիկան ուրիշ բանի մասին ասում։ Այդ մանդատը նշանակությունը մենակ խնդրեմա։ Մարդիկ թողում են իրենց գործը, գործարարությունը, բիզնեսը, շատ մարդիկ իրենց մասնակցությունը գալիս են, որ գնան նստեն։ Ինչ է տալիս մեզ։
Մյուս բանը, երբ մեզ ասում են, մի ճանաչեք լեգիտիմությունը, եղբայրներ, ընտրությունից 1 օր առաջ մի քանի 100 հոգի շտաբերից, այս մարդիկ օտարերկրյա կառույցների ծափերի տակ կալանավորեցին, ոչ մեկ ծպտուն չանեց, ինչ լեգիտիմության մասին է խոսքը, իրենց կարտ բլանշա տված, որ իրենք Հայաստանը սարքեն աշխարհաքաղաքական եւս մի հակառակորդ երկիր մեծ երկրներին։ Հա, ու դուք դա իրականացնում եք, որտեղ կարտ բլանշը, որ տրված է, առանց լիարժեք խորհրդարանի մնում ընդամենը կարտ բլանշ։ Դա հնարավոր չի իրականացնել առանց ձեր մասնակցության, Նարեկ Կարապետյան։ Դուք դեռ քանի օր ունեք, հասկանում եք ինչ է նշանակում, մասնավորապես գոնե իմ կողմից այս ամեն ինչին անդրադառնալ օրական ռեժիմով, քարաքարին չի մնալու։ Դուք դառնում եք այն գործիքը, որով իրականանալու է այն, ինչ որ պետք է թուրքերին։ Մեզ ուրիշ բան մի ասեք։ Եվս մեկ Ուկրաինա։ Դրա համար իրանք աչք են փակելու Հայաստանում լեգիտիմության հարցերի շուրջ։ Մենք էդի լավ գիտենք։ Մյուս հարցը, որ մեզ տալիս են, վայելեք մանդատները, սիրելի հայրենակից։ Կարդան հետաքրքիր չեք։ Ես ուզում եմ կարդալ մի նամակ, մի պատասխան, որ իմ խնդրանքով Ալեքսան Բաղդասարյանը ուղարկել էր դատախազություն, հետո մի դատախազությունից նույն ուրիշ դատախազություն, մի խոսքին չի մասին է։ Այս պատասխանները Նիկոլ Փաշինյանը ընտրողների համար է։ Նիկոլ Փաշինյան ընտրողների համար։ Ես ուղղակի կարդամ, հա։ Հաղորդումը ներկայացվել Երևանի քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանին, այն մասին, որ ՀՀ կառավարության ղեկավարը հրապարակայնորեն խախտել է առնվազն 4 իրավական ակտ, լսում եք Նիկոլ Փաշինյան ընտրողներ, որի արդյունքում կատարել է հանցագործություն նախատեսված քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի մի խոսքով, առաջին եւ երկրորդ կետերով։ Հիմա պատասխան ստացել, ասում է, այս վարչապետը հանցագործություն է կատարել, հանցագործություն, այս էլ հոդվածը, ծմա պատասխան։ Քննչական բաժնի քննիչ Վահան Հունանյանի 11 մայիսի 26 թվականի քրեական վարույթ չնախաձեռնելու մասին իրազեկումը մայիսի 12-ին հաստատված դատախազի տեղակալ Գ. Գուլգենյանի կողմից, որտեղ քննիչը նշել է, որ ներկայացված հաղորդմամբ եւ կիսնյութերով քրեական վարույթ չի կարող նախաձեռնվել։ Հանցագործությունը կա, հոդվածը կա, բայց քննիչը չի կարող վարույթ նախաձեռնել։ Հիմա կասեմ այս ամեն ինչի համար եմ ասում։ Քանի որ ներկայացված հաղորդման մեջ չի նկարագրված այնպիսի դեպք, որը գործողության կամ անգործություն, որին կարող է տրվել նախնական իրավական գնահատական, քանի որ չի փաստվում այդպիսի հանգամանքը, որ Հայաստանի օրենսդիր գործերի ղեկավարը կատարել է հանցակազմի օբյեկտիվ կողմը կարող արարքներ։ Ասում է չկա փաստ, որ դա կատարվել է։ Ոնց չկա փաստ, երբ որ այդ ամեն ինչը նյութերը փաստագրված ուղարկվել է հետը։ Չկա։ Նայում եք, չենք տեսնում, ինքս բան չի ասել։ Այս բոլոր բանը պատասխանը ուղարկել է Երևան քաղաքի կենտրոնոկ Մարաշ վարչական շրջանների դատախազին։ Արդեն 27 հունիս։ Արդեն տեսեք, մայիսից եկել ենք հունիս։ ՀՀ դատախազության կենտրոնի նորմալ վարչական շրջանի դատախազ Արմեն Մուրադյանի հիմա բողոքը քննության առնելու եւ մերժելու մասին որոշում է կայացել, որում նշված է Ալեքսան Բաղդասարյանի կողմից ներկայացված հաղորդմամբ չի փաստվում այնպիսի դեպք, որին վերջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի անպատասխան մի խոսքով։ Այսինքն ընթացք չի կարող տրվել, որովհետեւ դա ոչ մի օրենքի չի խախտվում։ Գտնում եմ, որ քննիչի իրազեկումը հիմնավոր չէ, քանի որ ներկայացված հաղորդումը հրապարակվել է զանգվածային լրատվության միջոցներում ներկայացվել։ Ցեղասպանությունը հրապարակայինորեն հերքելու եւ այն արդարացնելու ու վտանգավորությունը նսեմացնելու հանգամանքներ։ Իսկ դատախազը դրան չի արդարացնում։ Լսեք Նիկոլ Փաշինյան ընտրողներ,
Դուք արդեն ապրում եք մի երկրում, արդեն վաղուց եք ապրում ու դուք նախընտրեցիք, որ ապրեք այդպես երկրներում, որ ակներև հանցագործությունը դատախազն ասում է, էսի ճիշտ է ակներև է, բայց էսի հանցագործություն չի, ճիշտ է հակասում է օրենքին, աղբետ ջան, բայց էսի հանցագործություն չի։ Հիմա արդեն դիմում ենք դատարանի, խնդրում վերացնել քննիչ իրազեկումը եւ հանրային մասնակցի վրա դնել անձի իրավունքների խախտումը վերացնել ուղղված կոնկրետ վարույթի ակտերի կատարելու պարտականությունն այն է հանձնել նախաձեռնել քրեական վարույթը օրենսգրքի 136-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին եւ երկրորդ կետերով։ Արա այդ հոդվածը կա, այս մեղադրանքը այս հոդվածով պիտի լինի։ Դու ոնց կարող ես ասել, չէ, Փաշինյան Նիկոլ ընտրողներ, դուք հանցագործներ եք։ Հասկացեք, դուք ինչ եք։ Դուք ստեղծել եք մի երկիր, դուք արդարացնում եք մի համակարգ, որը նայում է հոդվածին, բարը ձեզ այս բոլորի դուրը ծեծելու է։ Բոլորիդ։ Որովհետև էական չի դուք ընտրել եք, չէ, չեք աջակցել եք, թե չէ։ Եթե պետության մեջ այս կարգն է դրված, որ կարելի է նայել օրենսգրքին, ասել չկա ստե հանցակազմ։ Դուք բոլորդ տարբեր առիթներով դառնալու եք այս համակարգի զոհ։ Ես երեք բերեցի, չէ՞։ Վոլանդի ցիկլը ինչ էր։ Այն բոլոր բոհեմը, որ տժժում էր այդ ժամանակ, որ հարմարվել էր այդ կեղծիքի ստերի, այդ անաստվածության շրջանի հետ եւ կայֆ էր բռնում այդ ժամանակ, բոլորը դարձան Վոլանդի զոհ։ Դուք հասկանում եք դուք ինչ եք անում։ Չէ, դուք չեք հասկանա։ Չէ, դուք չեք հասկանում։ Ես ասում եմ ու ինքս ինձ հակասում եմ։ Արա, չէ, դուք ունակ չեք հասկանալու, դուք ինչ եք բերել ձեր դուրը, դրել եք ձեր դրան շեմին։ Սրա մասին է խոսքը։ Փաշինյանը կարգելի ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված միջոցառումների անցկացում Հայաստանի կառավարությունը հայտարարել է 20-րդ դարի սկզբի իրադարձությունը վերաբերյալ պետական քաղաքականության մեջ արմատական փոփոխությունների մասին, ինչպես հայտնի է դարձավ 17 ապրիլի ՀՀ կառավարության միջոցառումների փաթեթ է մշակվում, որով նախատեսվում է ամբողջությամբ չեղարկել հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված հանրային միջոցառումների կազմակերպումը, որոնք ավանդաբար անցկացվել են ապրիլի 24-ին։ Հասկանում եք, ու սա ողջունել առաջինը ծրապատը հայ ընդհանուր բարեգործական միությունը։ Այո, հունիսի 8-ներ, հունիսի 7-ներ հայ ընդհանուր բարեգործական միությունը շնորհավորեց Փաշինյան Նիկոլին իր հանցագործությունը իրականացնելու եւ այս ուրացումը ապագայում իրականացնելու կապակցությամբ։ Մի բարեգործական միություն, որի բոլոր անդամները այս ցեղասպանության զոհերի ժառանգներն են։ Մի հատ հիմա գնացեք, մտեք այնտեղ, դուրը ծեծեք, ասեք պարոնեք, դուք տեղյակ եք, դուք ինչ եք արել։ Ստամբուլում Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների միջև հանդիպումից հետո տեղեկություն տարածվեց պատմամշակութային ոլորտում առաջիկա բարեփոխում, նայեք, բարեփոխումների մասին։ 27 թվականից նախատեսումը չեղարկել բոլոր հանրային ակցիաները, այդ թվում Երևանում ավանդաբար անցկացվող բազմանոց երթը դեպի Ծիծեռնակաբերդի ու Շահամալիր։ Նույն ու Շահամալիրը ըստ աղբյուրների ենթարկվելու է լայնամասշտաբ վերակառուցման։ Հայոց ցեղասպանության գործող թանգարանը նախատեսում է կազմավորել Հայաստանի պատմության թանգարան, ինչը իշխանությունների պատկերացման պետք է փոխի պատմական նարատիվի ընկալման ուղղությունը։ Վերջը ցեղասպանություն չի եղել, դա ցեղասպանության համալիր չի, ու սա, որը հակասում է 136-րդ հոդվածի երկրորդ մասի ինչ որ առաջի երկրորդ կետերին, սա հակասում է։ Դատախազությունում նայում են, քենչականում նայում են, նայում չեն տենում։ Դուք եք չեք տենում, չէ, Փաշինյան Նիկոլ ընտրողներ։ Գիտեք, ես ուզում եմ հիշեմ ամբողջ իմ քաղաքական կյանքում եւ ոչ քաղաքական կյանքում երբևէ հարցրել եմ մեկին, դու Սերժիկ ես ընտրել, թե
չէ, կամ դու Ռոբերտ Քոչարյանն ես ընտրել, թե չէ։ Մեկ ա եղել։ Իհարկե կնախընտրեի, որ իրանք չընտրեին։ Բայց դուք իմ թշնամին եք։ Ով ընտրել ասա։ Դուք իմ ազգի թշնամին եք։ Այդքանով եք իմ թշնամին։ Դուք այդքան չկաք, որ ինձ անձնական թշնամին եք։ Դուք ընդամենը ողորմելի չնչին արարած եք, ասած Շուրայի կամ Բենդերի։ Ողորմելի չնչին արարած։ Դուք այս ազգի թշնամին եք։ Նայում են, չեն տենում։ Այս տեսարանները նայեք։ Ինչ է կատարվում ստեղ։ Զինվորները քվյախցից արդեն պատրաստի քվյաթերթիկը ծրարով վերցնում են, դուրս են գալիս։ Սա մենակ ընտրախախտման մասին չի այս տեսանյութը։ Սա հայ զինվորին Հայաստանը հանձնելու ծրագրին մասնակից դարձնելու մասին։ Հասկացաք, հանցագործությունը որքան խորն է։ Հայ զինվորին Հայաստանը կազմալուծելու, հանձնելու իր ընկերներին, իր սպաներին, սպանողին վերընտրելու, իր երկիրը վաճառելու, որի պաշտպանության համար ինքը երթում է կերել։ Այս բոլոր հանցագործությունները արվում է մեր երկրից։ Հայ զինվորի, հայ սպայի ձեռքով։ Սա ընդամենը ընտրակեղծիք չի։ Նիկոլ Փաշինյան ընտրողներ, դուք հասկանում եք դուք ով եք, դուք հրեշ եք։ Սա չի քննարկվում։ Դուք հրեշ եք ոչ թե նրա համար, որ ես եմ դա ուզում, ձեր արածը հրեշային է։ Զգացիք, ես ամբողջ հաղորդման ժամանակ ես չխնդրեցի ոչ մեկին տարածել կամ բաժանորդագրվել։ Այլ պետք չի։ Ում համար պետք է, սա ինքը կանի, ով որ փնտրում է ինքը կգտնի նայելու համար։ Բայց այս մասը ցույց տվեք Նիկոլ ընտրողների, խնդրում եմ։ Այս սաղ-ծաղց իրենց համար։ Թող իրանք իմանան ինչ կարգի հրեշեն ունենք։ Սա ոչ թե վիրավորելու համար է։ Չէ, իրենց արածը բնութագրող ու մեկնաբանող տեսանյութ։ Իսկ հիմա լսենք ադրբեջանցի զինվորներին։ Bu nə vaxta qədər davam edəcək? Bu, yenə də deyirəm, münasibət dəyişməlidir. Azərbaycan artıq qələbə çalıb. Daha bizim Qarabağ kimi bir problemimiz yoxdur. Սա ամբողջը ադրբեջաներեն է, ես նայեցի բան չկար, թարգմանություն չկար, վերցրեցի, ձայնագրեցի աուդիո և թարգմանել տվեցի արհեստական բանականությունը, պատմեց ինձ ինչ տեքստի մասին։ Ադրբեջանցի զինվորականներն են, որով ասում են ախպեր, մենք ամեն ինչ արել ենք, Ղարաբաղը ազատագրել ենք, արդեն մերն է, մեր ընկերները վիրավորվել են, մահացել են, ոնեն։ Մենք աշխատավարձ չենք ստանում։ Մենք մեր տունը չենք կարողանում պահենք։ Բա ոնց կլինի այդպես։ Սա ես նրանց համար եմ ցույց տալու, ովքեր մտածում են Ադրբեջանը հաղթած պետությունը, հաղթած կողմը, կուրկաղուց։ Դա ֆեյք պետություն է։ Եվ դա գոյություն կունենա այնքան ժամանակ, մինչև գրաված կպահեն Հայաստանի Հանրապետությունը։ Եվ կվերանա այն ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը կլինի անկախ պետություն։ Հասկանում եք, որ Նիկոլն ու Ալիևը քուր ախպեր են։ Իրենց վերաբերմունքով երկրի զինվորի, երկրի համար կյանքը տված զինվորի, թեկուզ թշնամու զինվորի։ Եկուստ էլ թքացուն ունեն եկուսի վերել։ Ինչքան պետք է այնքան կսպանեն, ինչքան պետք է այնքան կհալածեն, կօգտագործեն իրենց շահերի համար, հետո կշպարտեն աղբանոցը։ Նիկոլ հտրողներ, ես ձեզ էլ ա վերաբերում։ Նույնը ձեզ ա սպասվում։
Դուք հասկացեք, դուք ընդամենը գործիք եք, որով ինքը ապահովեց իր վերարտադրությունը։ Եվ այն պահից, որ դուք արդեն պետք չեք, դուք դարձաք ռասխոդի մատերիալ, կներեք ապարատիցանս համար։ Չնայած ինչի չեմ ասում կներեք, որ ես մեղմ եմ ասում, դուք ինչ դարձաք իր համար։ Надо ли с ադրբեջանցիների լսենք։ Дербент – это тоже Азербайджан. Мы должны это говорить. Без сомнения, Дербент – это Азербайджан. Это один из двух священных городов Азербайджана. И у каждого в ушах должно звенеть. Пока оно не вернется в Азербайджан, азербайджанский народ не может быть целостным. Потому что наш фундамент начинается с Дербента. Этот город – колыбель нашей души. Пока Дербент не вернется в состав Азербайджана, наше объединение никогда не будет полным. Я много раз говорил это и нашим братьям на Южном Азербайджане. Тибриз – столица нашего государства, столица нашей Родины. Но Дербент – колыбель нашей души, культуры и государственности. Это должны знать и в Тибризе, и в Урмии, и в Казвине, и в Ардебиле. Все должны знать, что Дербент – колыбель государственности. Միխասկով։ Ոնց եմ սպասում, ես ոնց եմ ուրախ ադրբեջանցիների ոգևորվածության էշեշ դուրս տալու։ Զուգահեռ տեսնում եմ ինչա կատարվում նրանց բանակում։ Գիտեմ նաև ինչա կատարվում հասարակության մեջ։ Ըստ եղեք այնքան աղբյուր կա իմանալու համար։ Տարբեր դերերից կտոր հավաքում ես եւ հասկանում ես այնտեղ ինչա կատարվում։ Ուրախ եմ ես ամեն ինչի համար, ուղղակի սպասում եմ, երբ հա սանսկրեշը թափելու, հա, ոսենց բանը կորցրած, զգայունությունը կորցրած, մի հիմարություն անեն, էլի, իրոք, սպասում եմ։ Եվ մեր գործը, այն որ մենք պետք անեինք, գուցե կանի Իրանը։ Չգիտեմ, Նիկոլ Փաշինյան ընտրացնեմ նա տեսին այք։ Ադրբեջանում զինվորների բերանն են փակում, սենց սոված են թողը։ Մեր մոտ զինվոր կորցրած մարդկանց բերանն են փակում։ Զգում եք ինչքան նման են իրանք։ Զգում եք ինչքան նման են իրանք Ալիևն ու Նիկոլը։ Դրա համար էլ հանգիստ ասում եմ, դուք Նիկոլ ընտրելով ընտրել եք Ալիև եւ ասեմ ձեզ, դուք եք այս մարդու բերանը փակողներից մեկը։ Դուք ասացիք, որ ճիշտ արա որ քո բերանը փակելա, որտեղ դու իրավունք չունես բողոքելու, նրան որ ընդամենը քո թորանը սպանել ու վառել են։ Իրավունք չունես, պետք է եղել արել Նիկոլ։ Դուք սրա համար եք քվեարկի։ Հասկանաք, ձեզ բառ չկա նկարագրելու համար։ Խնդրում եմ, տեսեք, ես չեմ խնդրում նյութերը ստացել, բայց սատվածը դրան ընտրողներին ցույց կտաք։ Ես իմ հոգու խաղաղության համար եմ ուզում անեմ, էլի, որ ես իմանամ, ես իրանց հետ առանց հայոյանքի առանձնանում խոսում եմ։ Ես ուզում եմ իրանք ամեն օր մի բան տեսնել իրանք ինչ են արել։ Էական չի կհամաձայնվեն կընդունեն թե չէ, բացարձակապես թքած ունենամ դրա վրա, բայց իրանք պետք է առերեսվեն օրվա ռեժիմով։ Որ խնդրեմ կանեք։ Լսենք։ Չի կարող այնպես լինի, որ գնդապետ Էդիկ Մալոյանի հետ կապված պետական գաղտնիքի բացահայտման ինչ-որ պրոցեսներ լինեն։ Ինչ վերաբերում է Էդիկ Մալոյանի անցած ուղում, այդ ես չի որ պետքա դրա մասին խոսեմ, բոլորը գիտեն։ Հայտնի է դեռ 2016 թվականից, երբ կարողացավ հետ բերել 116 մարտական դիրքը, կայունություն հաստատել Մարտակերտի առաջնագծում, ինչպես նաև իր խելամիտ գործողությունների հետևանքով էր, որ Քարամ Սլոյանի մարմնի մի հատված ադրբեջանցիները հետ տվեցին։ Հերու չի այն օրը, որ ովքեր կռվել են, մասնակցել են պատերազմին ու ակտիվ են եղել, դրանց հետևից են գալու։ 21 թվականին արդեն պատերազմից հետո սահմանազատում էին իրականացնում ադրբեջանցիները եւ Մարտակերտի զորամասի սպաները, որոնց գործողությունները ղեկավարում էր Էդիկ Մալոյանը։ Ադրբեջանցիների հրամանատարը ոտքով փորձել է հարվածել մեր խրամատում գտնվող զինվորի սաղավարտին, այդ ամեն Պատկերացնում եք ինչ աստիճան են հասել։ Դուք պատկերացնում եք, ես գիտեմ, որ հիմա մարդիկ կան, իրանց երեխեքը բանակում են, ասում են, վայ, խաղաղությունը, հա։ Այդ այն խաղաղությունն է, որ Ադրբեջանի զինվորականը կարող է ոտքով խփի
հայ զինվորի սաղավարտին եւ դրան դեմ ըմբոստացողին բռնեն դատեն։ Հա, ուրախացեք։ Ինչը դուր չի եկել Էդիկ Մալոյանին ու բոլորս էլ գիտենք, որ հաղթանդամ եւ ուժեղ կերպար է Մալոյանը, մի երկու հարված հասցրել է այդ հրամանատարին, ադրբեջանցիներն էլ հասկանալով իրենց հրամանատարի արած պղծությունը որևէ դիմադրություն ցույց չեն տվել։ Այս տղան իմ տղեն է։ Գնդապետի մոդ է ծառայել։ Այս երեխուն Նիկոլ Փաշինյանն է սպանել։ 5000 տղու։ 5000 սպանողին չեն դադում, երկիր փրկողին այսօր դադում են։ Հա, Նիկոլ Փաշինյանն ընտրողներ։ Դուք եք սպանել այս երեխեքին։ Ու ճիշտն ասած, ով որ ադրբեջանցիներին դիմադրել է, այդ հերոսությունը արել է, գրաբաց դիրքը հետ աբել է։ Խոսքով, ով հեղինակությունով, ով զինվոր է մեծապառով, ոչ թե կեղտոտ երկիրը վաճառող, Նիկոլ Փաշինյանը բոլորի բռնելու է։ Դուք իմացեք, որովհետև ցեղասպանության հուշահամալիրից մյուսը լինելու է հենց Եռաբլուրը։ Ախր ասել ենք, չէ՞, այդ բանը ինչի մասի։ Լինելու է, որ պետք է կոնցեպցիան փոխվի դա։ Դա արդեն Եռաբլուր չի, դա հերոսների բան չի, ինչ գնալի բան դրանք Ալիևի պահանջով քանդվելու է ուղղակի։ Կամ ինչ-որ մի բան արվելու, պղծելու, պատակով հայ ժողովուրդը երբեք ոչ մի հերոսի անուն չհիշի, ոչ մի հերոսին ոգեկոչելու տեղ չունենա։ Նիկոլ Փաշինյան ընտրողներ։ Սա արվում է ձեր ձեռքով։ Երևի ավելի ճիշտ կլիներ, որ ես ընդամենը մի երկու անգամ ձեզ հայոյեի ու դանով վերջանար։ Ես ձեզ այդ ուրախությունը չեմ պատճառելու, որտեղ իմ հայոյանքը նույնիսկ ձեր համար կոմպլիմենտ է։ Այս ամեն ինչի հեղինակը դուք եք։ Ամեն օր, միջև գերեզման ձեր մատնելը, ես ձեզ ամեն օր հիշեցնում եմ սրա մասին։ Քանի մենք դեռ այս վիճակում ենք։ Լսենք։ Ես քեզ խոստանում եմ, Նիկոլ, դու չես հասցնելու։ Հայի գենի մուտացիա։ Դու փախուստի տեղ չունես։ Քեզ որտեղ տեսնեն, որտեղ բռնեն, գիտես ինչ են անելու։ Ասացին ասում եմ ամեն ու ասում եմ առաջ։ Ասա կարդանք։ Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ազգը բոլոր հնարավոր ասպարեզներում դարձել է ուղղակի ծաղր ու ծանանքի առ։ Բոլոր։ Ես այսօր մի քանի ինտերվյու եմ նայել, մի քանի իսրայելական, ամերիկյան, ռուսական, ուկրաինական, որտեղ արագ քննարկվում է այս հարցը, որտեղ Ադրբեջանի հնարավորություն Իսրայելը ճանաչում է այո ցեղասպանությունը, որովհետև ամսի 8-ին, այսինքն 2 օրից դա լինելու է Կնեսետում, որպես օրակարգ։ Եվ խոսակցությունները ակտիվացել են։ Եվ ոչ մեկ չի կարողանում հասկանա Հայաստանի պետության պարվածքը։ Ոչ մեկ։ Այս մասին Լապշինն էլ էր գրել, ասում է, դե ես գիտեի, որ պիտի Ադրբեջանը իրան ճղեր, Թուրքիան պետք է իրան ճղեր, բայց որ Հայաստանի Հանրապետությունը եւ քաղաքացիները, որ մենք սենց իրան պետք է պահեին, դա ասում է ոչ մի տրամաբանական բանի մեջ չի տեղավորվում։ Ու գիտեք, հետաքրքիր բան կա, ես ուզում եմ կարդամ ուղղակի, որովհետև ճիշտ է ասում եմ։ Ոքի ռուսերենն է։ Թարգման է մի անգամից։ Ասում է, այն երկիր այն կառավարությունը, որը չի կարողանում իր պատմական արդարությունը, պատմական արժանապատվությունը առանց քաղաքական հարմարավետության պահելու տեր կանգնել եւ պատրաստ է մանյովրել արյան վրա քաղաքական նպատակահարմարությունից գտած, դա կառավարություն չի, ու այդ կառավարությունը ապագա չունի։ Եթե երկրի բնակիչներն են համաձայն այս քաղաքականության հետ, դա իրենք էլ ապագա չունեն, որը շատ մեղմ է ասած, մեղմ ու ճշմարտություն է։ Ես հետևյալ ձև կձևակերպեմ։ Ես միշտ զարմացել եմ այն հարազատների վրա, որոնց չգիտեմ,
տան անդամներից մեկին սպանել են, բռնաբարել են, ծեծել են, պետք է փող են տվել, ասել են մի բողոքեք, ու յանք չեն բողոքել։ Ես ամեն անգամ ապշել եմ, ասել եմ, տենս այդ տանը տղամարդ կար, էլի մի բողոքի, փողը մի վերցնեմ, ինչ են արել, բռնաբարել են, ու իրենց մոտ, ծեծել են, գնա գլուխը ջարդի, սպանել են, գնա դու էլ սպանի, մի բողոքի։ Եթե դու չես ուզում բողոքես, չես ուզում արդարադատություն, ուրեմն պետք է հանցագործը վճարի ոչ թե փողով, այ էժաններ։ Ես միշտ ապշել եմ այդ երևույթի վրա։ Հիմա սա կատարվում է մեր երկրի հետ։ Ու մի քանի կեղտոտ տականքի ձեռքով։ Իհարկե ես հոդվածի տակ ես իմ ասելիքը ասեցի, վնասապահովություն չունի, որ Հայաստանում ըստ քաղաքական հարմարավետության բոլորը պատրաստ են իրենց անցյալը մոռանալ, ուրանալ, թեքել այդ ամեն ինչի վրա։ Դառնալ դիշովկա, կներեք այս բառից համար հայերենը լավ չի հնչում է, էժան բառը չի նկարագրում ամբողջ ողբերգությունը այդ արարքի։ Ես գտեցի որ սենց մոտարապես այո այդ երևույթը կա, բայց ոչ բոլորն են դիշովկա։ Իհարկե այս բառը չեմ գրել այդտեղ, բայց կոնտեքստն է սենց մոտարապես։ Մինչդեռ Ադրբեջանում ռավիների շեֆը կոչ անում Իսրայելի չճանաչել Հայաստանի հայերի ցեղասպանություն։ Պաստորեն Ադրբեջանում ռավիների շեֆը կոչ անում, Ալիևը կոչ անում, Հայաստանից կոչ են անում, մոռացա Սերժ Թանկյանը կոչ անում։ Եվ կան էլ այս կարգի Սերժ Թանկյաններ, Սերժ Էժանյաններ։ Որեք չգիտես ինչի շատ նեղված են։ Դուք ինչ գործ ունեք մեր։ Հայաստանից էլ են նեղված, ես մոռացա ասել, ես տեսանյութ ունեմ, միացա նայեք։ Գիտեք մենակ ընդեղից են, միացա նայեք։ Պարոն Փաշինյանին ծանոթ եմ եւ շատ սիրում եմ իր այդ ճանապարհ անցել եմ դեռևս տասնամյակներ առաջ։ Ինքը շատ է սիրում պարոն Փաշինյանին, շատ։ Առաջին անգամն է, որ այս կարգի բացարձակ լրջմիտ առանց որևէ սայթակման խոսք եմ լսել նրանից։ Սա փառահեղ ձևակերպում է, մանավանդ այդ զենքայնացումը ուղղակի հիացրեց, այո, պետք չէ, այդ որ տարիներ շարունակ ձեզ մոտ ասում եմ, որ միևնույն է Ռուսիա Թուրքիայի հետ երբևէ հակնելու այդ ժամանակները մոտ են։ Մեզ դարձյալ չկարողանա օգտագործել որպես իր առաջապահ գունդ, ինչպես մեզ հասկանում եք մանիպուլյացիան որտեղ է։ Ոստեն մեզ չեն ցալքում առաջապահ գունդ, ստեղ կապ չունի։ Սա Թուրքիայի կատարած հանցագործությունն են իրան հիշեցնում։ Հասկացաք մանիպուլյացիան որտեղ է։ Ես չգիտեմ պարոնը հասկանում եք ինչ է խոսում, թե ուղղակի պետք է ամեն գնով կծնել նոր ընծալ վարչապետին, ասել որ ինքը շատ է սիրում եւ ինքը հիանում է այդ նոր ձևակերպումով։ Լապշինն էլ ապշած է Լապշինը։ Ես էլ եմ ապշած ու որ սենց գնա, ամսի 8-ին 9-ին մոտավորապես լինելու ես լսումները, կարող է չճանաչի, ասեմ իմ ջերոս, ճանաչի, չճանաչի, դա էլ է միևնույն։ Ինձ համար դա միևնույնն է, որովհետև իմ կյանքում դրանից ոչինչ բան չի փոխվում։ Իմ համար կարևորը թե Հայաստանում հայ մնացել է, թե չէ։ Ես ազգս եմ կընտրում, որի հետ կարամ չթողնեմ, որ հիվանդը մահանա։ Ինձ դա է հետաքրքրում։ Այդ ազգս կա Հայաստանում մնացել է, թե ժողովուրդը բնակչությունն ավելի շատ է, քան ազգ։ Եթե ուղղակի բնակչություն են դառել, տենց էլ ժողովուրդ ազգ չդառը գնացինք խալխ, բանն էլ ասում։ Դե աստված Ռաֆիներ Հովհաննես Թումանյանն արդեն իջել են խաղ։ Խոսքով մեր մեծերից այդ երկուսից մեկը ասում է, տենց էլ ազգ չդառած մնացինք խալխ։
Հիմա այս ազգս եմ փնտրում, որ իմանա մեր ուժը հերիքում է, որ չթողենք հիվանդին մեռնի։ Էսա, թե չի Իսրայելը կճանաչի, այն հանգամանքը, որ խոսած սրանք ընկան ցայտնոտի մեջ, ու մենք հասկացանք ովքեր են թուրքական օրակարգի սպասարկողները Հայաստանում, դրսում, մի խոսքով էլի։ Այդ է կարևորը։ Թե չհավատացեք, դրանից ոչ մի բան չի փոխվում։ Իսրայելը խորհրդարանում կճանաչի, թե չէ։ Կառավարությունը ճանաչել է, ինձ հերիք է։ Այդ թեման շոշափվեց, ինձ հերիք է։ Բացահայտվեցին Հայաստանում թուրքական ազդեցության գործականները, ինձ հերիք է։ Հավատացեք։ Ազգս են փնտրում, ազգս։ Այսօր էս առուստաղուն են ձերբակալել, մատեսին այնք նա։ Որցի բացկալ հակառակը Օլամանապարտ, որը թուղթը գրել է, որը եւ դեսպանները ներկա եւ նախկինը, որը կան, որ բոլոր սարկած փուչիկը, որից մի բան չկա։ Այդ էական չի, Ծառուկյան Գագոն կալում է խոսա թե չէ։ Բացարձակապես էական չի։ Ձերբակալեցին Ծառուկյան Գագոին, ընդ որում առաջի անգամ չի Փաշինյան Նիկոլովը ձերբակալումը։ Հիշեցնեմ, որ 18 թվականին էլ պետքա գանք ու ձերբակալենք, ասելուց հետո չձերբակալեցին, հետաքրքրողները հարցրեցին Ալեն Սիմոնյանին, էս բա ինչ եղավ։ Ասես չէ, ասես օլիգարխ չի պարոն Ծառուկյանը, ինքը գործարար է։ Հետո անցավ էտապ, ձերբակալեցին, հետո նորից բան թողեցին։ Հետո Ծառուկյան Գագոն էլի առաջ եկավ, ասեց ով զադնի դրվի անառակի տղա է, ասեց ու էլի զադնի դրվեց, էլի ձերբակալեցին, թողեցին, էլի ձերբակալել են, էլի են թողելու, հարցը դա չի, դեք ինչն է հարցը, որ դեռ այս տեսարանները ինչ-որ մեկի վրա ազդում է, որ ինչ-որ մեկի վրա դեռ սա ներգործող տեսարանները, իսկ ես մի բան կասեմ այս առում, Ծառուկյան Գագոն 18 թվականի պետքա նստեր, դա տպարտվեր որոշակի հոդվածներով, ունեցվածքի մի մասը պետքա պետականացվեր, օրենքով ինչ հասնում։ Ես դատավոր չեմ, ես իր վրա չեմ վերցնում, բայց այդ երևույթը պետքա լիներ, եւ ոչ միայն Ծառուկյան Գագոն։ Լֆիկը, Գրզոն, Թոխմախի մեհերը, մի խոսքով, ցայց մի լիսկայից սկսած, հա, այդ չեմ ասում, այս օդիոս դեմքեր, ախր մենք մոռանում ենք ինչ օդիոս դեմքեր կան, լսած նայեք։ Միրա Պողոսյանը բաներ է տալիս, հարցազրույցներ է տալիս, ասում 270 կիլո կակայինս ինչ եղավ, արա, քաշի գտեց, պարզ ասում է, մի տոննա էր իմ կակայինը, տոննայից ավել, 270 կիլոն ինչ է կարել, հա սրանք, գուրկի արամը 14 միլիոն, վերսեց թռավ, ու ընդ որում, իրանք հանգիստ լքել են Հայաստանը, հանգիստ, ոչ մի խնդիր չունի, Բաղմանյանը, սրանք բոլորը, ինքան մարդ կա, որ պետք է տասուցից նստել, որ ոչ մեկ նստած չի, հարցը դա չի, հարցեն է, որ այս ձերբակալությունները նույն հոդվածները ցույց են տալու մի բան, Նիկոլ ընտրողներ, լավ լսեք, 8 տարի, որպես իրանք չնստեն, Նիկոլը, ձեր Նիկոլը, ռեգուլյար փող է վերցրել, իրանց չբռնելու հոտ, վերջ, կամ ձրի է արել, ամեն դեպքում արել է։ Եթե այսօր ինքը պնդում է, որ դա հանցագործ է, նշանակում է, այս հանցագործը 8 տարի անպատիժ է մնացել։ Ընդորում ինչպես մնացած բոլորը։ Սա չի վկայում նրա մասին, որ պատժվում է օլիգարխ, սա նշանակում է մի բան, որ ձեր ընտրած կառավարությունը հանցակից է։ Ինչպես դուք, որ ընտրում եք նման կառավարություն։ Այնպես որ ես Ծառուկյան Գագոյի համար շատ դառ չեմ անում, ինքը վաղը մեկը դուրս է գալուս է, այս կապիկությունները մենք արդեն 8 տարի նայում ենք, սա կարելի է լուրջ ընդունել, եթե լավին առաջին անգամ, բայց երևի կա մի շերտ են հայտնի համույթի անդամների համար, սա էֆեկտ է, և գիտեք ամենաշատը ում է սա ուրախացնում, այն նույն մարդկանց, ում շնորհիվ Լենինը կարողացավ կործանել ամբողջ Ռուսաստանը։ Դա ամենաանգրագետ, ամենաանուղեղ, շրջապատի կյանքի նկատմամբ ատելությունով լցված, որ ինքը ոչ մի բան չի կարողանում ստեղծի,
բայց ատում է բոլորին, հենց դրա համար, որ ինքը ոչինչ չի կարող ստեղծի։ Ընդ որում պատմական փորձը ցույց է տալի, երբ որ դու այդ մարդու նույնիսկ տանես մտցնես պալատ, ինքը այդ պալատը վերածում է գոմի, որտեղ ինքը այդ պալատի արժեքը չգիտի։ Ինքը չի բողոքում, որ ինքը պալատում չի ապրում, չէ, ինքը բողոքում ասում է դու չի ես ապրում պալատում։ Ինքը մեգա գնալու է մտնի իր գոմը, ինքը դեռ է իրան հարմարավետ զգում, ուղղակի ինքը չի ուզում, որ դու պալատում ապրես։ Սա է տարբերությունը։ Ու ինչպես տեսնում ենք, այս նույն բոլշևիկը, նույն մեթոդաբանությամբ, նույն տականքի վրա հենված, այս կարգի միջոցառումներով ուրախացնում է, բայց նույնպես եմ ասում, դրանցից բացի ոչ մի բանական մարդ չի կարող այս ամեն ինչը ոչ լուրջ ընդունել, առավելևս ոչ էլ ուրախանալ, որտեղ Ծառուկյան Գագոին բռնեն, չբռնեն, ունես զրկեն, չունես զրկեն, իր թշվառ վիճակը դրանից չի դզվելու, որտեղ խնդիրը Ծառուկյան Գագոն չի, խնդիրը այս ամբողջ հանցավոր համակարգը առ այսօր սեփական կրսկով կերակրող համակարգն է։ Այդ նույն համակարգը, որ կերակրում է Ռոբիկին, Սերժիկին, Լֆիկին, Գրզոյին, նույն Ծառուկյան Գագոյին, մնացած բոլորն են։ Այս համակարգն է։ Մի քիչ ուղեղ ունեցող մարդ էսա շատ լավ հասկանում է եւ նման կապիկություններով չի ոգևորվում։ Բացարձակապես։ Մենք լսենք էս նոր հաճնում ուսուցիչների են ազատել աշխատանքից, ովքեր հրաժարվել են գնալ, չասեմ որ ուժի, պարզավոր ուժի քարոզարշավին։ Ուղղակի ասել են դիմումը դե որ այդպես է, դիմումը գրի դուրս արի։ Հաջորդը։ Գիտեք, որ ասում է իմ բոլոր արջի բոլոր երկերը մեղրի մասին են, արցախցիներին էս ընտրական իրավունքից զրկելու հետ կապված զինվորականները, ովքեր շարունակել են ծառայությունը, իրենց պարտավորեցրել են գնալ եւ նորից քաղաքացիություն վերցնել, այսինքն նաեւ ըստ օրվա իշխանությունների իրանք իրավունք ունեն ընտրել։ Եվ տարբեր տեղերից էլ եկել են լուրեր, որ այդ մարդկանց ասել են չգնաք ընտրության։ Այսինքն պարզավոր չեն կարող, գիտեն, որ այդ մարդիկ ընդդիմադիր են տրամադրված մեծ մասը իրենց եւ չեն կարող վերահսկել, թե կոնկրետ քվյախցիկում ում են ընտրելու, դրա համար ասել են, այն որ դուք մի գնացեք, մենք կիմանանք դուք գնացել եք, թե չէ։ Փաշինյան Նիկոլ ընտրողներ, դուք այս ամեն ինչի տակը ստորագրողներն եք։ Դասատուներին աշխատանքից հեռացնելու։ Մենք գիտենք արդեն բազմաթիվ են այդպես դեպքերը։ Դուք ստեղծել եք մի հատ Հայաստան, որտի առաջի զոհերը դուք եք լինելու։ Եթե դժվար չի, գնացեք գրադարան, կամ աուդիոգրքեր կան, ֆիլմեր կա, մի հաճարեղ ֆիլմեր կա, հա։ Բուրգակլի, ուղղակի Մաստերը եւ Մարգարիտան, Վարպետը եւ Մարգարիտան, դուք են լավ արարչում էլի։ Բացեք ու սկսեք կարդալ։ 1 ժամ տվեք ձեզ, փորձեք կարդալ։ Եվ մոտավորապես դուք կտեսնեք դուք որ կատեգորիայում եք այնտեղ եւ երբ են գալու ձեր հետևից։ Եվ ոնց է այս ամեն ինչը ֆրալու ձեր դեմ։ Ինչի ձեր դեմ։ Տենց է։ Օծը տակասնողին է կծում առաջին հերթին։ Եվ դուք եք ձեր սրտում, ձեր գործողություններով տակասել են օծին, որ շուտով գալու է ձեր տները։ Իմ չէ, ձեր։ Հասանայինք։ Վերցեք Հայաստանի քարտեզն է։ Այս Հայաստանի քարտեզը չի։ Բա ո՞րն է Հայաստանի քարտեզը։ Հայաստանի քարտեզը սա կիսում քարտեզը։ Ո՞րն է Հայաստանի քարտեզը։ Հայաստանի քարտեզը իմ Բա հետ մոտիկ որ լսվի։ Հայաստանի քարտեզը իմ տեսանկյունից մի փոքր այլ է։ Ո՞նց է նկարը։ Մի քիչ ավելի մեծ է։ Սա կիսում ասում եմ։ Ես ներողություն։ Ես ասի 29743 կմ։ Ձեր թիվը ո՞րն է։ Այդ թիվը մի փոքր տարբերվում է։ Մի փոքր ավել ասեք։ Այդ մի փոքրը շատ է տարբեր։ Ո՞րն է ցույց տվեք, որտեղ ավել։ Ընդ որում ընկեր ուղղակի եթե մի քիչ ավելի քաղաքականապես պատրաստ եք, ասեր տականք, այս որ դու ցույց ես տալի, այսքան էլ արդեն չկա։ Դրսա մի մասը 3 տարի գրաված է։ Ասել է թե Հայաստանի սահմանադրությունը էլ չի աշխատում։ Հա։ Գրաված է։ Հիմա որ դու սա ցույց ես տալի, դա էլ չկա։ Հայաստան։ Տեսեք, մոտավոր այսպեսի մի տարածքան։ Իսկ այստեղ Հայաստան չկա, Նախիջևանը հայկական չի։ Նախիջևանը հայկական, 1919 թվականին մեծ Բրիտանիա։ Իսկ Ադանան եւ Ղարսը հայկական չի, ներողություն։ Հա, յետել այստեղ այսպես։ Հետո իսկ Վրաստանում մենք տարածք ունենք, Վրաստանում տարածք ունենք։ Իշխանությունից հայերի մոտիկ։
Դրանք էլ են հայկական տարածվեց Իսկ Վրաստանում տարածք ունենք։ Դրանք պատմական իրադարձությունների հետևանքով տեսեք, այս տարածքը վերադարձվել է Հայաստանի, սա էլ տրվել է Վրաստանի։ Ձեր ասածը ամորֆ բան է։ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ենթադրաբար անկախացել է 29743 քառակուսի կիլոմետրով։ Դա այն ժառանգությունն է, նստեք։ Հա, այս առաջարկում Ես ցավում եմ, որ դուք ձեր հայրենիքը ամորֆ մի բան եք համարում։ Գիտես, տխմար, այստեղ են գոնե հայրենիք ունի, ու ինքը համարում է, որ ավելի մեծ է, քան քո ձեռքինն է։ Դու հետ էլ չունես։ Այսինքն դու մի երևույթ ես, որ կարաս գնաս աղդամում նկարվես, ասես, այս իմ հայրենիքն է, հաջորդ օրն ասես, այս իմ հայրենիքը չի։ Որ Արցախի հարցը ընդհանրապես չի քննարկվում, Արցախը մեր հայրենիքն է, ու հաջորդ օրն ասես, չէ։ Հասկանում ես, դու ինչով ես տարբերվում այն երիտասարդից։ Ուղղակի քո դեմը եթե կանգնած լիներ մի հատ լուրջ քաղաքականապես պատրաստված մարդ, քեզանից փոշին չէր մնալ։ Ոչ էլ քո քարտեզից փոշին կներ։ Այնպես որ բոլորովին էական չի ես ու ինչ ես ասում։ Դու մի հատ անառակ ես, որ այսօր կարող ես մի բան ասել, վաղը լրիվ հակառակ։ Այդ դեպքում հարց. ինչ կապ ունի դու այսօր ինչ ես ասում։ Սա բանական եւ բարոյական մարդկանց համար։ Իսկ այն նախիդի համար կարևորը որ դու ասում ես իրոք էական չի ինչ ես ասում։ Իրանք ամեն ինչի հետ համաձայնեն ու պատրաստ են ծափ տալ ամեն ինչի համար։ Մենակ թե այդ մի տուկ խոտը, մեկ էլ մի դուր ջուրը իրանց դեմը դրածել են։ Ես ուզում եմ Սամվել Ղարաբեկյանի մասին գրածը կարդամ։ Ես որ ամեն անգամ ասում եմ, ինձ ասում են փաստեր։ Հիմա Սամվել Ղարաբեկյանը իր անձնական փորձից ասում է. սպասելի է, որ պարտադիր անվճար բժշկական ապահովությունը պետք է մարել։ Ոչ բյուջեն, ոչ էլ բժշկական ենթակառուցվածքները դրանք պատրաստ չէին եւ չեն։ Էլ չեմ ասում, որ նախատեսված էլ չէր։ Որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ դա ինչպես եւ կենսաթոշակների ավելացումը ռեսուրսատար նախընտրական քվեակորզիչ օպերացիա էր, որը թույլ տվեց որոշ ժամանակ մնալ ղեկին։ Տպավորված եմ, սակայն կրճատման արագությամբ, թե ինչքան է կրճատվել, հա։ Գրանցվել է նեղ մասնագետի մոտ հունիսի 22-ին, հունիսի 26-ի համար։ Ինձ ասեցին, որ հունիսի 18-ից արդեն գործում է 25% համավճար, այսինքն արժեքի 25% արդեն պետք է վճարես։ Ամերիկայում ասում են copay դրա։ 26-ին որ երկա, պարզվեց այդ պահին արդեն 50%-ի համար պետք է վճարես։ Բայց իսկ 6-ին ասում է 25% վճարել, քանի որ այն ժամանակ արդեն գրանցված էր եղել, էլի։ Սա է, օպերացիան ավարտվեց, շքանշանը եւ պարգևները բաշխվեցին, մնացածը դե էլ ինչ կարևոր է։ Նույնիսկ ասեմ, բայց մինչև 23-ը, մինչև կներեք, քանի որ էսի 26-ին է եղել, հիմա արդեն խորհրդարան մտան, հենց պատգամները, հենց մանդատները վերցրեցին, այդ 50%-ը կդառնա սահուն 100%։ Չկասկածեք։ Որովհետև ասենք մեկ ամիս առաջ այդ 50-ն էլ չկար։ Եվ այդ նախիդի անդամները ոգևորված ինձ էլի իմ նմաններին պիտակավորում են, որ մենք ստախոս, չարակամ, կուրսաստրուկ, մարդիկ ենք, որ չենք ուզում լավը տեսնենք։ Ես ինչի եմ ասում, դեռ 50%-ը հլա համբերեք, որովհետև դեռ մանդատները չեն վերցել, հայտարարությունը կա, բայց արձանագրումը չկա, բայց արդեն 50% դուք պետք է վճարեք։ Հենց այդ էլ վերցեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվեց մանդատները, մտան ընտրություններ եղավ, վարչապետի պաշտոն նշանակվեց, դուք կշարունակեք վճարել 100%, որովհետև բյուջեն փող չկա։ Ասեմ ավելին, չի լինելու, որովհետև մեկ ամիս ավել արդեն ամիս ու կես Հայաստանը իր նորմալ ցիկլից ընկել է առևտրական եւ սա քանի միլիարդ դոլարի պակաս մուտք է լինելու բյուջե եւ Հայաստան դեռ մենք հաշվելու ենք տարվա վերջում
Ու ես վստահ չեմ, որ այդպես շուտ, արագ այդ սանկցիաները վերանալու են ու Հայաստանից սենց տուփերով ապրանքները նույնից վազելու է Ռուսաստան, որովհետև ես ասել եմ, այդ տեղերը արդեն զբաղեցված են։ Լորիկը, որ մի անգամ չտարար դու ու տեղը ընդունեցին թուրքական, այդ դու երկրորդ անգամ չես մտնել։ Գուցե հաջորդ տարի Ծիրան տանես, որտեղ Ծիրանի տեղը դժվար է գրավել։ Բայց այն ապրանքները լոլիկն, պղպեղն, մի խոսքով, այն ոչ մարդիկ ջերմոցային ու ելակ մելակը, դրանք արդեն փոխարինված է, շուկան զբաղված է եւ նորից վերականգնել այդ շուկան, այն արագությամբ, որ ոչ մեկ ոչի բան չհասկանա, կորուստները քիչ լինեն մինիմալ, չէ։ Մի քիչ շուկայից հասկացող մա ասում մեծ կորուստը։ Իսկ ամբողջական պատկերը մենք տեսնենք տարվա վերջին էլուր թե մնաց այսքան կորուստներից հետո անվճար թեկուզ 50%-անոց զեղչ 100%-ի փոխարեն չի կարող լինել։ Մենք լսենք ինքնին։ Ահա որ վիճակը, այս ամբողջ գեղեցիկ բնությունը չեն կարող մշակեն, որովհետև ամենքին մի 1000-2000 մետր տարածքա ոչ տեխնիկա կարան առնեն, ոչ եկամուտ ստեղծեն, ոչ բան։ Ես գյուղ մասնագետ եմ, անասնաբուծ եմ։ Հիմնարկ եմ ղեկավարել նույնիսկ գյուղատնտեսական։ Չկա, հենարան չկա, որ հենվես, Արքիմեդն ասում է տվեք հենարան, ես երկրագունդը շրջեմ։ Հենարանա պետք է որ, գյուղ տեխնիկա չկա։ Գյուղ նախարարություն չկա։ Նախարարությունը լինի էլ բոլորն ասում են լինի, բայց միջոցները պետք է որ տան։ Արտուր Խաչատրյանին այն ժամանակ որ ասի ինչի՞ չէ բանանում այս իմ ասած առաջարկությունները ասեց ով փող տալի որ իրոք ոչ թե ձևական պետք է գյուղ նախարարությունը, այլ գործող, ֆինանսավորված, աջակցի, առաջընթաց ենանք։ Գյուղատնտեսությունը երեխու խաղ չի։ Բոլորն էլ գյուղից փախչում են, քաղաք են գնում։ Դատարկվում է մեր գյուղերը։ Այս հոյակապ գյուղերը մենք տարեկան տալիս ենք 14000 տոննա խաղող։ Հիմա մարզը 5 տոննա չի տալի, որովհետև հնարավորություն չունեն մշակելու։ Խնդիրները սելիտրան, պարծանյութերը, թանկ 20000 դրամ, սուբսիդավորում են թող 10000, ով կարա մի պարկ առնի իրան արտում շախտա, չեն կարամ։ Հողը գյուղատնտեսության հիմնական արտադրության միջոցն է, ոնց որ մեքենան, շենքերը, շինությունները, բայց հողը չի մաշում, շարքի։ Հա, ընդդեմ այդ սիլիտրան էլ որ տալիս են։ Դուք այդ սելիտրով արտադրած մթերքը չեք կարող Եվրոպա տանել, իսկ ուրիշ բան չկա։ Կամ եթե կա էլ կան տնտեսություններ քիչ քանակության, որ ունեն բերում են շատ թանկա, որ մենակ այդ ձևով մշակված բույսերը կարող են գնալ Եվրոպա։ Ուղղակի ասեմ, որ իհարկե սա մեզ քիչ է մխիթարում, բայց շատ վատ է տնտեսության վիճակը թուրք է։ Եվ 99.995%-ով ինֆլյացիա կա։ 26 միլիարդ դոլարի ոսկեն վաճառել, որ փրկեն տնտեսությունը, դա էլ չի օգնում։ Իհարկե այս ամեն ինչի վրա կարող է ուրախանալ, ասել ահա, Թուրքիան սնանկանում է, Թուրքիայի վիճակը վատ է, այս ամեն փրկվելու են, բայց իմանալ պետք է։ Բայց իրենք այս ինֆլյացիայի մեջ է կոպեկ էլ չունենան, սովածել լինեն Հայաստանի վերացման հարցի համար, ոչ մի կոպեկ չեն խնայի։ Ամեն ինչ կտան։ Նույնիսկ այս վիճակով այսքան ծախսենանում մեզ ոչնչացնելու համար։ Ուղղակի մի հարց է ինձ հետաքրքրում, լավ, ասենք ոչնչացեցին, վերջացեցին, լավ, անցամ, չկա հայկական պետականություն, կամ ինչ որ մի բան կա, որ ազգություն չկա, ինքնությունը արմատախիլ արած, ինչ որ մի հատ կոնգլոմերատ ապրում Հայաստանում։ Եկեղեցի չկա, խանգարող չկա, ծիծեռնակաբեր չկա, եղավալույթ չկա, լոխ լավ է իրանց համար, գնում գալիս են մեր վրայով, պահանջատիրություն չկա, ոչ մի չկա։ Դա ինչքանով է փրկելու իրանց տնտեսությունը։ Չի փրկելու մեկը։ Որովհետև թուրքը ինքը մենակ դիվանագետ է, ինքը եղած է խլողը։ Դրա համար երկար տարիներով ինքը կաշխատի, բայց ստեղծող չի։ Ու Թուրքիան պարբերաբար քանդվել է հենց տնտեսության պատճառով։
Սա մեզ մխիթարելու համար չեմ ասում, սա ուղղակի պատմական փաստ որպես։ Այսօր մեր հիմքն է, մեր հիմնական խնդիրն է, այս ամեն ինչի մասին իմանալով հանդերձ գտնել մենք ինչքան ենք իրականում ազգի մակարդակի վրա, կորիզային հայ է, ինչքան է մնացել Հայաստան։ Որովհետև իր համար արդեն Հայաստանը գոյություն չունի, ինքը հարցերը լուծել է։ Իր միակ խնդիրը այլ մատախիլ անելն է, որը ծիլ չտա։ Այս, որովհետև ինչ անում են, էլի իրան ծիլ է տալ, իսկ այդ ծիլը կարա տա կորիզային մակարդակի վրա մնացած հայը։ Նիկոլ տեսակը ինչ ծիլ տա։ Դա ջորի է, ոչ էշա, ոչ ծի, ջորի, ազգ անհայրենիք։ Ինքը իրենց համար վտանգ չի, կորիզային հայն է իր համար վտանգ։ Որոնց սենց ցուցակով, ասեցի չէ, Արտակ Մովսիսյան, Սամվել Կարապետյան, Կարեն Վարդանյան, Գագիկ Գինոսյան, Արտաշես Ալեքսանյան, չգիտես ինչի, ասենք ոչ մի բան չի լինում Ռուբեն Վարդանյանին, չգիտեմ Վիգեն Ավետիսին, կամ դեռ իշքան կապիկ կա, ասենք այնտեղ իրան ծառայող է։ Դա ոչ մի բան չի լինում։ Ինչի՞։ Որտեղ իրանք ոչ մի բան վտանգ չեն ներկայացնում այս ռեժիմի համար։ Հակառակը։ Դե կոնֆլիկտը ստեղծվում է, հայտարարում է, որ չի թույլ տալու, Էրդողանը թույլ չի տալու, որ Իսրայելը շանակի իր ցեղասպանությունը տարածաշրջանում, որովհետև ամեն տեղից արյան հոտ է գալի, այս ծրագիրը որ ինքի անունից արյան հոտ է գալի, պատկերացնում մի ցեղասպանը մեղադրում է մյուս ցեղասպանին, այնը մեղադրում ցեղասպանության մեջ։ Այո, բայց մենք ստե կապ չունենք։ Մենք ոչ մի կապ չունենք ու դա մեր հաշվին չի, հիշեք, չմոռանաք, մեր հետ կատարվածն է ստե հաշիվ, ոչ թե մենք, մեր հետ կատարվածը դա պատմական փաստ է, ուզենք դա, թե չուզենք, ուղղակի Նիկոլ Փաշինյանի չուզելը դա Էրդողանի պահանջով է, որովհետև ամեն դեպքում, որ զոհը չի ուզում որ դրա մասին խոսեն, իրան դա օգուտ է։ Կյանքի դասեր Բեռնարդ Շոուից։ Հիմա, երբ մենք սովորել ենք թռչել օդում, ինչպես թռչունները, լողալ ջրի տակ, ինչպես ձկները, մեզ միայն մի բան է պակասում. սովորել ապրել երկրի վրա, ինչպես մարդիկ։ Մենք իրավունք չունենք սպառել երջանկությունը առանց այն ստեղծելու։ Կարողանալ դիմանալ միայնությանը եւ դրանից հաճույք ստանալ մեծ պարգև է։ Ես այսօր սկսեցի ես, եթե տալպան ամբողը քեզ չի հաջակցում, մի ներվի։ Ամենակարևորը, որ դու ինքդ քո հետ եւ քո Աստծո հետ, քո խղճի հետ հանգիստ լինես ու հարմոնիայի մեջ։ Այդ տեղից է սկսվում հաղթանակը։ Առանց ծափերի ակնկալիքի։ Դա մեզ չեմ ասում չի տարածեք, ես ծափերի կարիք չունեմ, ես հայ եմ փնտրում։ Իսկ հայը այսինքն կգտնի նա, ով փնտրում է։ Եվ վերջում ուզում եմ մի կանխատեսման մասին խոսամ, ասում դու մեծ տոնի օր ես մեռնելու, կոնկրետ որ տոնի, որ օրն էլ որ մեռնես, մեծ տոն կլինի։ Իսկ սա մեռնելուց ավելի կարևոր ինձ համար ինքնագտնումն է, մեր ազգային կերպարանքի տեսակի վերականգնումը, որովհետև ինչ օգուտ սրա սատկելու մեջ, եթե ինքներս մենք չենք գտել, եք ստեղծվի մեկ այլ ավելի մոմակալած տականք, ասենք Ալեն Սիմոնյանը, կարծում եք շատ է սրանց տարբերությունը, չէ, Ալեն Սիմոնյանը հաստատ այդքան հիմարություն դուրս չի տա, ինչքան կարողանում անի Փաշինյան Նիկոլը, չէ, դա բան եմ ասում, ավելի կարևոր է մեր ինքնագտնելը, ինքնաճանաչում, ստեղից է գալու մեր փրկությունը, այն ժամանակ նոր կարող է թուրքիայի քանդվելը, աղքատանալը, սրանց սատկելը մեր գործը հեշտացնի, քանի մենք այդ պրոցեսը չենք անցել, ոչ հիմա մեզ չի օգնելու, ասում եթե չգիտենք, որ նավահանգիստ ենք գնում, ինչ իմանանք, որ քամին է մեզ օգտակար, այս ասում ճշմարտությունը,
Այսօր մնացքանա, լավ մնացեք։